Թբիլիսիում մեկնարկել է Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը։ Բանակցություններում Հայաստանը ներկայացնում է Վահան Կոստանյանը, Վրաստանը Լաշադ Արսալյան, Ադրբեջանը Էլնուր Մամեդովը։ Հանդիպումը բացել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին։ Լաշադ Արսալյանն հանդիպումից առաջ հայտնել է, որ կողմերը կքննարկեն եռակողմ համագործակցության հնարավորությունները, ուղղությունները, որոնք կարող են հետաքրքրել բոլոր երկրներին։ Նրա խոսքով հանդիպման նպատակն է մի շարք հարցերի շուրջ տարածաշրջանի երկրների ընդհանուր մոտեցումներ մշակելը։ Եվրամիությունը բարձր է գնահատում խաղաղության համաձայնագրին հասնելու Հայաստանի և Ադրբեջանի մշտական ջանքերը։ Բրյուսելը պատրաստ է լրացուցիչ աջակցություն ցուցաբերել կողմերին կարգավորման գործընթացում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը դա ցանկանում են, հայտնել են Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության վարչությունից։ Ընդգծվում է, որ ներկայիս հայտարարությունները վճռորոշ քայլ են տարածաշրջանում երկարատև խաղաղության և անվտանգության ուղղությամբ և կարևոր է ապահովել գործընթացի սահուն ավարտը երկու կողմերից նույն հեռանկարային և փոխզիջման վրա կենտրոնացած մոտեցմամբ։ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների պատմությունը ցույց է տալիս, որ երբ ունեցել ենք երկկողմ բանակցություններ, դրանք ամենահաջողն են եղել։ Թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հավելելով՝ հավանաբար մեզ այլ միջնորդություն անհրաժեշտ չէ։ Նա միաժամանակ նշել է, մինչ այժմ միջնորդի դեր կատարած երկրները, այդ թվում Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, կարող են դրական ներդրում ունենալ գործընթացին, նրանց ներգրավվածությունը չպետք է սահմանափակվի միայն բանակցություններին միջնորդությամբ։ Միացյալ Նահանգներից Կոստա Ռիկա արտաքսված երրորդ երկրների քաղաքացիների թվում եղել է Հայաստանի 17 քաղաքացի, նրանցից 2-ը վերադարձել են Հայաստան։ Ֆակտոր TV-ին այս մասին հայտնել են արտգործնախարարությունից։ Գերատեսչության փոխանցմամբ գործընթացն իրականացվել է Միացյալ Նահանգներում, Կոստա Ռիկայում և Հայաստանում միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակների համագործակցությամբ ու համակարգմամբ։ Արտգործնախարարությունից միաժամանակ հայտնել են, որ ելնելով միջազգային իրավունքի նորմերից և անձնական տվյալների պաշտպանության օրենսդրությունից, ներգաղթյալի վերաբերյալ որևէ տեղեկատվություն տվյալ անձի քաղաքացիության երկրին կարող է փոխանցվել միայն վերջինիս ցանկությամբ, վերոնշյալ դեպքերում դա բացակայել է։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հաստատել է, որ կմասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին, չնայած Եվրամիության զգուշացմանը Դաշինքի թեկնածու երկրի համար նման այցի անթույլատրելիության մասին։ Այսպիսով մայիսի 9-ին Մոսկվա կայցելեն եվրոպական երկրների երկու առաջնորդներ՝ Վուչիչն ու Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Սերբիայի նախագահը հայտարարել է, որ չի փոխել իր կարծիքը և պատրաստ է հետագա ճնշումների։ Ավելի վաղ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել էր, որ Եվրամիության անդամ և անդամության թեկնածու երկրների ղեկավարների համար Մոսկվայում հաղթանակի 81-ի տոնակատարություններին մասնակցելը արգելված է և խստագույնս կպատժվի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի սատարել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու Իսրայելի մտադրությունը, նրա վարչակազմում այդ հարցով տարաձայնություններ են առաջացել, գրում է New York Times-ը։ Փոխարենը Թրամփը որոշել է կենտրոնանալ Թեհրանի հետ բանակցությունների վրա վերջինի միջուկային ծրագրի սահմանափակման շուրջ։ Ըստ պարբերականի աղբյուրների Իսրայելը մշակել էր հարձակման պլաններ, որոնք նախատեսվում էր իրականացնել մայիսին։ Այդ ծրագրի իրականացումը կպահանջեր ԱՄՆ աջակցությունը, սակայն Սպիտակ տան վարչակազմի մի շարք պաշտոնյաներ կասկածներ են հայտնել դրա արդյունավետության և նպատակահարմարության վերաբերյալ։